Կենտրոնի եթերում էպիկենտրոնը շարունակում է աշխատանքը, տաղավարում աշխատում է Տաթևիկ Ավետիսյանը, բարի երեկո։ Օրվա կարևոր իրադարձությունները նախամարոտ։ Նոր սառնարանային տնտեսություն և գերժամանակակից մթերման կայան Վարդենիսում։ Ստեղծված հնարավորություններին ծանոթացել է Գագիկ Ծառուկյանը։ Գյուղպահը, սահմանպահողը գյուղացին առաջնային։ Ինչպես դիմակայել Հայաստանի անվտանգությանն ու արտաքին քաղաքականության մարտահրավերներին, քննարկում մտագրող փորձագետների և հանրային գործիչների մասնակցությամբ։ Պետք է դուրս գալ մեզ պարտադրվող խաղաղություն, պատերազմ, կեղծ երկրտրակի տրամաբանությունից։ Վերադարձնել հայ գերիներին ու պաշտպանել Արցախի մշակութային ժառանգությունը։ Վրթանես Սրբազանը դիմել է J.D. Վենսին։ Ամերիկա-Իրան բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ։ Կողմերը գնահատել են Օմանի հանդիպման արդյունքները։ Մեր դրոշակակիրներն են Կարինա Ակոպովը և Նիկիտա Ռախմանինը։ Հայկական եռագույնը Սան Սիրոյում, Միլանում և Կորտինա Դամպեցոյում մեկնարկեցին 25-րդ ձմեռային օլիմպիական խաղերը։ Մերկասառույց և կիլոմետրանոց խցանում Արագածոտնում Արտաշավանից Քուչակ ճանապարհին երթևեկությունը պարալիզացվել է։ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ հատվածում բացված սառնարանային տնտեսությունն աշխուժացրել է գյուղատնտեսական կյանքը, մարդկանց ստիպել ապագան կապել հայրենի հողի հետ։ Գագիկ Ծառուկյանի խոշոր ներդրումների շնորհիվ նորաբաց սառնարանային տնտեսությունն ապահոված է նորագույն տեխնոլոգիաներով։ Արտադրանքն ամենաբարձր որակի է։ Մթերման կայանը պատրաստ է ընդունել մեծ աքանակ բերք։ Ամբողջ գործընթացում էլ ներգրավված են փորձառու գյուղատնտեսներ։ Գագիկ Ծառուկյանը շրջայց է կատարել, ծանոթացել ստեղծված հնարավորություններին ու նշել, որ պետք է անել ամեն ինչ գյուղացուն գյուղում պահելու համար։ Այս հարցում Գագիկ Ծառուկյանը կարևորել է գյուղատնտեսության նախարարություն ունենալու անհրաժեշտությունը։ Վարդենիսում սառնարանային տնտեսության բացում է։ Նոր գերժամանակակից տեխնոլոգիայով հագեցած մթերման կայանը պատրաստ է մեծաքանակ բերք ընդունել։ Ռիսկային այս գոտում ներդրում կատարած Գագիկ Ծառուկյանին դիմավորում են Հայաստանի տարբեր մարզերի հաջողակ գյուղատնտեսները, ինչպես նաև Արման Սանոսյանը, որին Գագիկ Ծառուկյանը երիտասարդների հետ հանդիպման ժամանակ հրավիրել էր Վարդենիս։ Ուրբաթ օրը գնալու եմ, եթե որից հայ ես դու։ Գնալու ենք տես ինչ են կարել, ինչ ներդրում են կարել, որ անհնարին ոչինչ չկա։ Նայել ես արդեն, թե նոր ես եկել։ Ոնց է տպավորությունը։ Շատ լավ է։ Հնարավոր է չէ՞ ամեն ինչ անել։ Միայն պետք է ցանկություն ու մնացածը սաղլավ կրի։ Շրջայցի ընթացքում Գագիկ Ծառուկյանը ծանոթանում է եվրոպական հոսքագծի աշխատանքին, գյուղմթերքը մինչև սպառողի սեղանին կհայտնվի, երկար գործընթացի միջով է անցնում, ընդունումից հետո տեսակավորվում ու փաթեթավորվում է։ Յոմի բունգերնա, միայով է թումա, դզտումա, կալիբրով կայանում, մտնում է լվացարան, ելնում է պալիրով կայանում ու հետում է զտման կայանում։ Ոչ թե մենակ Հայաստանում չկար այս բանը, դաժե հարևան պետություններում էլ չկա, ոչ Ռուսաստանում, Աշխարհում առաջին կազմակերպությունն է, այսօրվա սերունդն է։ Մեր երկիրը տարածաշրջանում առաջինն է, որտեղ նման բարձր չափանիշներով հոսքագիծ է շահագործվում, իսկ սառնարանում արտադրանքը պահպանում է համային բոլոր հատկանիշները, որակը ու տեսքը։ Հիմա գազարը քանսով է վաճառում օրինակ։ Օրինակ 4 օր ենք շուկա մտել, մենք ներկրում ենք Իրանից եւ Ռուսաստանից, 250 դրամ է բիրիքի գինը, մանր վաճառքին, մենք այսօր 170-ով մեր տեղականը, զարկ պետք է մեր տեղականը։ Համար առաջին ալ է։ Մրցակցություն չկա որակի, համի հարցով։ Չէ, չկա։ Դե մի նախապատրաստենք այս բանը, որ դրանից հետո մեր երկրին ապահովենք, մեր շուկային։ Ապահով, այո։ Դրանից հետո արտանենք։ Միանշան։ Դրանից հետո կլումնիկա, սող, բրոկոլի, պիկինսկայա կապուստա, դա ամեն ինչ որ առաջարկվի, եթե դա արդյունավետ է, պահանջարկ կա, առաջինը մենք անենք եւ օրինակ ծառայենք, թող մյուսներն էլ կրկնակի շարունակեն։ Գագիկ Ծառուկյանը խոսելով գնորդի հարմարավետության մասին առաջարկում է փոփոխել փաթեթավորման չափաբաժինները։ Երևանի բնակչությունը, երբ որ գվարտերը մնացող մարդը
25 կիլո չի արի, նա կարնի 2 կիլո, 5 կիլո սարկեք, 2 կիլո, 5 կիլո լվացած, կաղում կտանի։ Մենք ձեզ հասկացանք, մենք ուրեմն առաջարկ անենք սուպերմարկետների ցանցերին, Այո, մեր ապրանքը կալիբրով տարած լվացած 2 կիլո, 5 կիլո։ մենք հնարավորություն ունենք 1 կիլոից մինչև 25 կիլո փաթեթավորելու։ 25 հասկացա, անում եք Մեկ 1 ու կես, կիլո, երկու։ 3 կիլո, 5 կիլո։ Անձամբ այց եմ կատարել Գերմանիա, Հոլանդիա, գնացել եմ, տնտեսությունները տեսել եմ, տեխնոլոգիաներին ծանոթացել ենք ու այսօր փառքասում ունենք ինչը որ մենք պատկերացնում ենք։ Այսօր մեր սերնդի բարենային անվտանգության հարց են լուծում։ Կենտրոնացված համակարգով լինելու ու ինքը մեզ տալու հնարավորություն ավելի էներգախնայող լինի սառնարենտեսությունը ու պլյուս ինքը կարողանալու է շատ ավելի լավ որակով պահպանի բերքը ինչ որ մերսը պահպանելու են։ Այս տարի կարտոֆիլի ցանքատարածությունը Multiagrovey-ը որոշել է կրճատել, որպեսզի Վարդենիսի հողի մշակների գործը չտուժի, իսկ էլիտար սերմնացուները ֆերմերները շուկայականից մատչելի արժեքով իրացնելու հնարավորություն կունենան։ Այս հսկայական տարածքն էլ մթերման կայան կդառնա։ Այս տարի կարտոշկեն գանենք արանքից, ժողովուրդը սա կարտոշկա են ցանում, մենք միտքը Կարևորը մենք գյուղացում պետք է չնեղացնենք։ Մենք Ինչ որ իրանք անում են, թող անեն։ Պակաս կա մենք կանենք, բայց մենք թույլ չենք տա ուրիշ տեղից ներկայ։ միանշանակ։ Մենք կանենք։ Մենք ինքնում ենք առաջ, իրանք մեր հետևից գալիս են։ Ուրեմն կարտոշկան թողում եք գյուղացիներին, դուք գազար եւ բազուկ։ 2022 թվականին հիմնված Multiagrovey ընկերությունը տարեց տարի ընդլայնվում է ու զարգացնում տեխնոլոգիաները։ Սահմանամերձ բնակավայրում է աճում, մշակվում ու վերամշակվում գյուղմթերքը։ Որակյալ բերք ստանալու համար հողը ոռոգվում է կաթիլային համակարգով։ Պարարտացվում է վերջին սերնդի տեխնոլոգիայով։ Հիմնականում գազար, ճակնդեղ ու կարտոֆիլ են մշակում։ Այս սորտերը ոչ թե գլուխ են գովում, այլ շատ դժվարությամբ են գնել ներկայ Հայաստանում ու տարածում ենք Դրա մեր համար մենք ոլորտի պետք է ունենք գյուղնախարարություն, Այո։ որ գյուղնախարարությունը զբաղվի գյուղացիներին անտեր չթողի հողեր անմշակ չմնան, որ գյուղացին կարողանա արդյունավետ մշակելուց արդյունք ստանա, իր տունը բարեկեցիկ պայի։ Վարդենիսի այս արտադրանքը անհամեմատ մատչելի է ու որակյալ։ Լայնածավալ ծրագրերում ներգրավված է նաև արտերկրից հրավիրված բարձր որակավորում ունեցող մասնագետ մեր հայրենակից Համլետ Հովսեփյանը, նա իր գիտելիքներն ու փորձը եկել է ներդնելու հայրենիքում։ Գյուղատնտեսական ոլորտը ուզում ենք զարգացնենք։ Մեր ցանկություն ունենք, ամենակարևորը որ մեր ցանկությունների մեջքին կայնազապարոն Ծառուկյանը ինչ առաջարկով դիմում ենք, ինքը մեզ աջակցում է լավ ուժեղ խոշոր ներդրումներ անում, ուզում ենք ընդլայնենք մոտ 500 հեկտար ստե, որ կարողանանք որպես մեր երկիրը լինի ինքնաբավ լինի, ոչ գազարի, ոչ բազուկի, դրսից որ ներմուծում չլինի։ Անցած տարի են ինձ առաջին անգամ Հայաստան հրավիրել որպես խորհրդատու։ Այս տարի էլ ամեն ինչ կանենք, որ ավելի լավ արտադրանք ստանանք։ Կփորձենք նաև սոխ աճեցնել։ Օգտագործում ենք այն տեխնոլոգիաները, որոնք հատուկ են այս կլիմային։ Սառնարանային տնտեսության հզորությանը ծանոթանալու համար այստեղ են հեռու ու մոտ բնակավայրերի հաջողակ ֆերմերները, գյուղատնտեսությամբ հետաքրքրված անձինք, եկել են ծանոթանան նոր արարությանն ու փորձի փոխանակում անեն։ Տարածաշրջանը սահմանամերձ է եւ պարոն Ծառուկյանը այս կառույցով, այս տիպի աշխատանքներով կանխում է արտագաղթը, բնակիչները տեսնելով որ բնամթերքը որակյալ կարտոֆիլ ձեռք բերելով իրենց իսկ արտադրանք ավելի շատ է լինում, ինչ չէ նաև մենք լսել ենք, որ եթե գյուղացին ցանկանա կարող է մթերել գյուղացուց բերքը ընդཐུպ նման կարգի հայտարարություններ են եղել։ Սառնարանային տնտեսություններով կարելի է բերքը պահել եւ վաճառել նորմալ ժամանակին, առանց որևէ խնդիր ունենալու։ Տեսնում ենք լուրջ ներդրում պարոն Ծառուկյանին կողմից շրջանի զարգացման աշխատատեղի բացման լուրջ գործունեություն, որը իմ կարծիքով նորից կլինի շարունակական։ Իրոք տպավորությունները շատ մեծ էին, ես չէի պատկերացնում, որ այսպիսի ներդրումներ են կատարվում պարոն Ծառուկյանի կողմից։ Բոլոր համայնքներում ինձ թվում է հնարավորություն կստեղծվի, որ նման արտադրամասեր կառուցվեն։ Մեր գյուղացիները չպետք է արհամարված ապրեն։ Նման ներդրումներից հետո մեր գյուղացիներն կարելի ասել շունչ կքաշեն։
Այցը ավարտվում է հայկական բերք ու բարիքով սեղանի շուրջ։ Մաղթում են, որ տարին բեդի լինի։ Գագիկ Ծառուկյանը ամփոփելով տպավորություններն ասում է, ամուր կանգնած է հողի մշակի կողքին, երկիրը պահողը, ժողովրդին կերակրողը գյուղատնտեսությունն է։ Տպավորությունը շատ բարձր է, ոչ թե ուզում եմ գովեստի խոսքեր ասել, մա հիացած եմ տեսնելով, կազմակերպելով, ստեղծելով, որ իմ երկու գործընկերները, որոնց ես հավատալով ներդրում եմ կատարել, մի բան էլ ավել կատարել է։ Սա պետք է լինի ընդհանուր հանրապետությունով մեկ։ Մենք ունենք 480,000 հեկտար հող, մշակում ենք 140-150-ը, այլ եղածը պետք է մշակենք։ Գյուղատնտեսությունը մեր երկրի անվտանգության համար, սահման պահելու եւ ժողովրդին կերակրելու խնդիրն է։ Ոչ թե սոր գները պետք է բարձրանա, պետք է համակարգող մրցակցություն լինի, որ ժողովուրդն էլ ընտրելու բան ունենա։ Սառնարաններ դրեք, հող մշակեք, կազմակերպեք։ Այսօր աշխարհում եք պահանջար Ղարաբաղյան երկիրը, օրական 2000 տոննա պտուղ բանջարեղեն է ընդունում։ Մենք կարող ենք կողքնենք, ստեղծենք մինչև հոկտեմբեր ընդունենք, հոկտեմբերից մինչև մայիս-հունիս արտահանենք, որ կրկնակի երակի փող կաշխատեն։ Այսօր ցանկացած մարդ գումարը դնում այնտեղ, որ շահույթ ստանա, ոչ թե վարկ վերցնի, գումար դնի ու մինուս գնա։ Այնքան հիացած եմ, որ իր այդ քննարկելով իրենց գյուղատնտեսությունը, գյուղացիներին նեղություն չտալով, որ գյուղացիները սովորեն կարտոշկայի, որ իրենք դա հետ կանգնեն, այլ մտածեն բրոկլի, բազու, կաղամ, գազար, ձեր ցավը տանեմ, հալալա ձեզ ապրեք։ Մարդը պետք է միշտ իր կողքինի մասին մտածի։ Մենք այսօր այն մարդն ենք, ամեն ինչ ունենք, բայց ուզում ենք լավ բան անենք։ Անենք, որ ժողովուրդն էլ գնահատի, այդ ժողովուրդն էլ կարողանա ապրի, որ գյուղից չթողի գնա։ Գյուղը քանդվում է, պետք է քայլեր կատարվի, գյուղատնտեսության նախարարություն լինի, որ մարդիկ կարողանան իրենց տունը բարեկեցիկ պահեն, իմանալով գյուղում մնալով, գոնե կարող են օգտվեն, շահույթ ստանան, գյուղ պահողը, սահման պահողը գյուղացին առաջնային։ Ոնց որ մարդը ընտանիք ունի 8-10 անդամ, չի կարա մեկին լավ նայի, մեկին վատ նայի։ Նույնն էլ պետությունն է, պետք է լիարժեք նայի իր ոլորտներին, հավասարաչափ բաժանում կատարի, հնարավորություն տա, որ կարողանան ապրեն, երջանիկ լինեն։ Մարդը եթե իր գլուխը չի կախում իր կնոջ առաջ, իր թոռի առաջ, նա երջանիկ ապրա, աշխատող ժողովուրդ է։ Շատ հաճելի է, շնորհակալություն, ստեցություն, ձեզ ցավը տամ, իջեմ նոր հանդիպում։ Երբ հրավիրեք գալու եմ, ասեմ, իմացեք։ Իզաբելլա Հովհաննիսյան, Սիմիկ Մայիլյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։ Հայաստանի անվտանգության եւ արտաքին քաղաքականության մարտահրավերներին դիմակայելու ուղիներ են առաջարկում փորձագետներն ու հանրային գործիչները։ Միասին շարժման կազմակերպած քննարկում մտագրոհի մասնակիցները ներկայացրել են, թե ինչ է անհրաժեշտ մեր երկրին աշխարհաքաղաքական բախումների կիզակետում չհայտնվելու եւ զարգանալու համար։ Նախկին արտգործնախարար Արա Այվազյանի խոսքով պետք է դուրս գալ մեզ պարտադրվող խաղաղություն, պատերազմ, կեղծ երկընտրանքի տրամաբանությունից։ Դիվանագետն ասել է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղ համակեցության չեն ձգտում, իսկ պաշտոնական Երևանի հռչակած բալանսավորման քաղաքականությունն անխուսափելիորեն հանգեցնելու է արտաքին շահերի բախման մեր տարածքում։ Առաջարկ Հայաստանի նախագծի ներկայացուցիչ Միքայել Մելքոմյանն էլ կարևոր է համարել, որ ազգային անվտանգության ցանկացած ռազմավարություն ունենա պատասխանատվության ինստիտուտ։ Արտաքինից ներքին անվտանգության մարտահրավերներ, ինչ ճանապարհային քարտեզ են ներկայացնում փորձագետները, դիվանագետներն ու հանրային գործիչները։ Արտաքին գործերի նախկին նախարար, արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Այվազյանի խոսքով վերջին տարիներին Հայաստանի սպառնալիքներն ու մարտահրավերները բազմապատկվել են։ Մեր երկիրը ազգային, տարածաշրջանային եւ գլոբալ պատմական շրջադարձի ժամանակաշրջանում է։ Փոխվել է արտաքին հարաբերությունների բնույթը, փոխվել են խաղի կանոնները եւ ամենաանհանգստացնողը կտրուկ աճել է սխալների գինը։ Այսպիսի աշխարհում Հայաստանը բախվում է կոնկրետ գոյաբանական սպառնալիքների։ Ամիսներ առաջ այլընտրանքային նախագծեր խումբը հրապարակել էր Այվազյանի 3 հոդվածները, որոնք արտացոլում են դիվանագետի առաջարկը Հայաստանի իրական այլընտրանքային արտաքին քաղաքականության վերաբերյալ։ Պետք է դուրս գալ մեզ պարտադրվող խաղաղություն, պատերազմ, կեղծ երկընտրանքի տրամաբանությունից։ Ես չեմ հավատում խաղաղությանը, որը հիմնված է հռչակագրերի, հայտարարությունների, պարգևների կամ գեղեցիկ արարողությունների վրա։ Ես հավատում եմ խաղաղությանը, որը հիմնված է ունի անվտանգության ճարտարապետություն եւ ունի երաշխիքներ։ Հասարակությունը ենթարկվում է քարոզչական մեծ հարձակման, հայտարարվում է, թե տեղի է ունենում պատմական խաղաղության գործընթաց,
Մինչդեռ Այվազյանը վստահ է, մասնագիտական, փորձագիտական եւ ակադեմիական շրջանակները համակարծիք են, որ Թուրքիան եւ Ադրբեջանը չեն ձգտում խաղաղ համակեցության Հայաստանի հետ։ Նրանց ռազմավարական նպատակները մնում են անփոփոխ՝ թուրքական աշխարհից կախվածության մեջ պահել Հայաստանը, որը նրանց համար բարենպաստ պայմանների դեպքում ամբողջովին կինտեգրվի կամ կկլանվի մեծ Թուրան նախագծի մեջ։ Ամենամեծ իստում է սպառնալիքն ու մարտահրավերը այս ռազմավարության մեջ դրա ողնաշարը անշուշտ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքն է, որը ներկայացվում է որպես տնտեսական եւ ենթակառուցվածքային նախագիծ։ Շատ լավ հասկանում ենք, որ սա առաջին եւ անփոփոխ քայլն է մեծ ռազմավարության մեջ, որը ուղղված է Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության խաթարմանը եւ տարածաշրջանային ուժային հավասարակշռության վերջնական փոփոխությանը հօգուտ այդ երկու պետությունների։ Ոչ մեկս դեմ չէ ոչ խաղաղությանը եւ ոչ մեկ չի հրաժարվում ժողովրդավարական արժեքներից։ Խոսքը հաջորդականության մասին է։ Առանց հիմնարար անվտանգության ոչ խաղաղությունը, ոչ էլ ժողովրդավարությունը չեն կարող կայուն լինել։ Դրանք դառնում են խոցելի։ Արտակարգ եւ լիազոր դեսպանն արձագանքեց նաեւ պաշտոնական Երևանի հռչակած բալանսավորման քաղաքականությանը, որի հիմքում ըստ դիվանագետի դրված է գաղափար, որ Հայաստանը պետք է կախված լինի բազմաթիվ արտաքին կենտրոններից։ Այս մոդելի կիրառման հետևանքով մեր երկրի փոքր տարածքում հատվում են եւ անխուսափելիորեն բախվելու են արտաքին առաջատար դերակատարների հակադիր շահերը, ասում է Այվազյանը։ Մեր անվտանգությունը սկսվում է ներսից։ Երկրորդ տարը զսպման քաղաքականության դա իրատեսական եւ գործուն դաշինքների ստեղծումն է։ Այս համատեքստում ես կառանձնացնեի Ռուսաստանի Դաշնությունը, որի հետ պետք է վերագործարկել այլ բովանդակությամբ մեր ռազմավարական համագործակցությունը եւ ավելի լայն տարածաշրջանային իմաստով խորացնել մեր ռազմավարական փոխգործակցությունը Իրանի հետ։ Նպատակ ունենալով ստեղծել Հայաստան, Իրան, Ռուսաստան ռազմավարական եռանկյունի։ Այվազյանի գնահատմամբ հյուսիս-հարավ նախագիծը կարող է դառնալ ռազմավարական եռանկյունու ողնաշարը եւ նպաստել Հայաստանի ձերբազատմանն արտաքին ճնշումներից։ Առաջարկ Հայաստանին նախագծի ներկայացուցիչ Միքայել Մերքումյանի խոսքով անվտանգության մարտահրավերներին դիմակայելու համար պետք է ունենալ ազգային անվտանգության ռազմավարություն։ Ասում է, ծանոթացել է 2020 թվականին ընդունված ազգային անվտանգության ռազմավարությանը, որն այսօրվա վիճակի հետ որևէ կապ չունի։ Մեր առաջարկը է, առաջարկ Հայաստանի կարևորագույն առաջարկներից մեկը, որ անպայման այս ռազմավարություն եւ այլ ռազմավարություններ պետք է ունենան իրավական կարգավորում, կատարման կամ չկատարման, այսինքն պատասխանատվության ինստիտուտ։ Ցավոք սրտի դա չկա։ Երկրորդը բովանդակային շատերը ասում են, որ այս իրավիճակում այնպես պետք է անենք, որ արագ փոփոխող աշխարհում եւ շատ մոտակա մեր երկրներում այն ռազմական լարված իրավիճակները, կոնֆլիկտները, որ կան, մենք չդառնանք պոլիգոն կամ հարթակ աշխարհի ուժեղագույն կենտրոնների կամ խոշոր տերությունների համար։ Այսինքն Հայաստանում չկա բանաձևի կամ այդ կոնֆլիկտը մեր Հայաստանի տարածքում լինի, այսինքն ընդունենք Արևմուտք, Ռուսաստան, չգիտեմ Չինաստան, Միացյալ Նահանգներ, այսինքն Հայաստանը զերծ պետք է մնա, որ իր տարածքը դառնա այդ կոնֆլիկտների պոլիգոն, հարթակ, հակառակը պետք է ազատագրել Հայաստանը, վարելով համապատասխան քաղաքականություն եւ սրանից բխում է երրորդը, որպես առաջարկ, որ այն բնական դաշնակիցը կամ դաշնակիցները, որ մենք ունենք, այդ բնական դաշնակիցների հետ շատ պետք է խնամքով, այսպես ասած, վարվել։ Մերքումյանի կարծիքով մեր դիմակայունության պահպանումն ու հզորացումը պետք է չափելի լինեն։ Չափելիությունը հասկանալու համար տնտեսագիտության դոկտոր պրոֆեսորը պաշտոնական թվեր է ներկայացնում։ Վերցնենք 26 թվի պետական բյուջեի մեր պաշտպանական ծախսերի մակարդակը, ընդհանուր անվտանգային պաշտպանական։ 25 թվին 662 միլիարդ էր, 100 միլիարդով իջեցրինք, այսինքն 15-15.5%-ով իջացրինք մեր պաշտպանական ծախսերը եւ տակը դու պետքա դնես փաստարկ, հարցադրում, այս որ իջացրել եմ, այս իջեցված թվով ես կարողանում եմ այդ դիմակայունությունը բարձրացնեմ, տակի փաստարկի հիմնական այսպես տողատակը նա, որ մենք գնում ենք խաղաղության։ Բայց ով չգիտի, որ խաղաղության գնալու հիմնական ապացույցը դա
միշտ պատրաստ լինել պատերազմի, չէ՞։ Պետք է լուծել տնտեսական հզորացման խնդիրը, կանխել արտագաղթը։ Դրա համար անհրաժեշտ են ռեալ պայմաններ, մարդու արարելու, գործելու եւ ապրելու համար բարենպաստ միջավայր, նշում են քննարկման մասնակիցները։ Երկրի կարևորագույն ստրատեգիական խնդիր է այսօր կրթված երիտասարդներին այս երկրում պահելը։ Եվ եթե մենք այսօր խոսում ենք բանակի ռեֆորմացիայի մասին, բարձր տեխնոլոգիաների ներդրման մասին հայոց բանակում, ապա ինչպես կարելի է այդ ամեն ինչը կիրառել, եթե այսօր մենք չենք կարողանում մեր երկրի համար պահել ամենակարևոր ներուժը այս երկրում, այն է կրթված երիտասարդին։ Առաջարկ Հայաստանի այդ մեծ կոնցեպտի մեջ ներառված է բավականին լուրջ բլոկ, հա, որով պետք է համապարփակ անվտանգային համակարգ ձևավորվի Հայաստանում, խոսքը գնում է ոչ միայն նա դասական առումով, ռազմական կամ ռազմաքաղաքական, այլ տնտեսական, սոցիալական անվտանգություն, որոնք սերտ, հա, ասենց կապ ունեն իրար հետ, ապա այո, անպայման պետք է լսել, անպայման պետք է հաշվի առնել այն կարծիքները, որոնք հնչում են այսպիսի ֆորումներին, այսպիսի քննարկումներին եւ անպայման ոչ միայն անել հետևություններ, այլ շատ կարեւոր է ձևավորել համակարգ։ Քննարկմանը նաեւ հարց է հնչում. ընտրությանն ընդառաջ հնարավոր է ընդդիմադիր դաշտի միասնություն։ Մեր քաղաքական ուժի ղեկավարը Գագիկ Ծառուկյանը միշտ ասել է. համերաշխություն, մերոնք, ձերոնք, այս բաները պետք է անենք, բայց հիմա եկեք մի հատ նայենք, մենք գտնվում ենք նախընտրական փուլում։ Գալիս ենք նախ խոսքը չի գնում, որ նախընտրական փուլում դա պրակտիկորեն անհնար է, որ մեծ միասնական այդ բոլորը ինչ տարբեր գաղափարական խոսանքներ կան, տարբեր ուժեր կան, եթե ստացվի, այդ մի քիչ ես տեխնիկապես չեմ տեսնում, որ դա բոլորը պետքա հնարավոր է, եթե միացած լինեին, բայց մի քանի խոշոր ուժեր, խոշոր միավորումներ, որոնք խոսում ենք փոշիացման, ավելի այսպես վտանգի մասին փոշիացման, չէ՞, զայների փոշիացման։ Դրա համար այդ նախընտրական խոշոր միավորումները միայն կարելի է ողջունել, իսկ հետընտրականը արդեն կյանքը ցույց է տալու, թե ոնց է լինելու։ Մասնակիցները կարևոր են համարում այս ձևաչափով հանդիպումները, որտեղ հնչած մտքերն ու գաղափարները հետագայում կարող են դառնալ փաթեթներ ու օրենսդրական նախաձեռնություններ եւ ներառվել ազգային անվտանգության ռազմավարության մեջ։ Արթուր Հակոբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։ Վարչապետն այսօր այցելել է արտաքին գործերի նախարարություն, որտեղ Արարատ Միրզոյանը ներկայացրել է հիմնական ուղղություններով 2025 թվականի աշխատանքները եւ առաջիկա անելիքները։ Նախարարը զեկուցել է, որ թիվ 1 առաջնահերթությունն է եղել խաղաղության օրակարգի սպասարկումը, ակտիվ աշխատանքներն ուղղված Հայաստան-Ադրբեջան խաղաղության հաստատմանը։ Անդրադարձ է կատարվել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ինտենսիվ գործընթացին։ Միրզոյանն ընդգծել է, որ տարին խիստ արդյունավետ է եղել Հայաստան-Միացյալ Նահանգներ ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ, ինչն ապահովվել է կոնկրետ շոշափելի արդյունքներ եւ իր շարունակությունը կունենա նաեւ ընթացիկ տարում։ Նշվել է, որ Հայաստանը ձգտում է Ռուսաստանի հետ զարգացնել փոխադարձ հարգանքի ինքնիշխանության նկատմամբ հարգման վրա հիմնված բարեկամական հարաբերություններ։ Ադրբեջանի հետ շատ ինտենսիվ եւ արդյունավետ է եղել տարին։ Մենք այսօր արդեն ունենք եւ երկկողմ առևտուր եւ իրենց տարածքով շարժ, խաղաղությունը շարունակում է ինստիտուցիոնալիզացվել։ Թուրքիայի հետ կրկին շատ ինտենսիվ է, անշուշտ անընդհատ աշխատել են հատուկ ներկայացուցիչները, ամենօրյա մակարդակով ԱԳՆ-ները մենք ունենք եւ իմ խորհրդականի եւ վարչության սահմանակից երկրների մակարդակով կապերը շփումները կան։ Մենք ունենք որոշակի առաջընթաց, օրինակ շուտով կտեսնենք Turkish Airlines-ի չվերթների բացումը, բայց հարցերի հարցը, սահմանների բացումը թեկուզ եւ մասնակի երրորդ երկրների համար կամ դիվանձնագիր ունեցողների եւ հարաբերությունների հաստատումը այս պահին դեռ չլուծված է, պետք է արձանագրենք, այնուամենայնիվ առաջիկա ամիսներին շատ էական, եթե չասեմ ամբողջական կարգավորում ենք ակնկալում։ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է գնդերեց քահանա-հայրերին, որոնց ծառայությունը Հայաստանի զինված ուժերում դադարեցվել է փետրվարի 1-ից։ Նորին սրբությունն իր գնահատանքն ու հայրական օրհնությունն է բերել հոգևոր հայրերին, գոհունակությամբ անդրադառնալով նրանց նվիրյալ ծառայությանը ի նպաստ հայոց բանակում հոգևոր բարոյական առողջ մթնոլորտի ձևավորման եւ զինվորականների հավատքի։ Վեհապարը նաեւ կատարել է հոգևոր սպասավորների նոր նշանակումներ, հորդորելով քահանա-հայրերին նույն նվիրումով եւ հանձնառու ոգով շարունակել հոգեփրկչական
քրեական առաքելությունը ծառայության նոր վայրերում։ Նախորդին պաշտպանության նախարարն ասել էր, որ շահարկումները թե հոգևոր ծառայությունը բանակում դադարեցվել է ճիշտ չեն։ Սուրեն Պապիկյանը նշել էր, որ փոխվել է միայն հոգևոր ծառայության բնույթը։ Փաշինյանի այսպես կոչված եկեղեցու բարենորոգման ծրագրին միացած Արցախի թեմի առաջնորդը նամակով դիմել է Միացյալ Նահանգների փոխնախագահին։ Վրթանեզ եպիսկոպոս Աբրահամյանը խնդրել է J.D. Vance-ի բարոյական եւ դիվանագիտական առաջնորդությունը երկու հարցում՝ Բաքվում պահվող հայ գերիների վերադարձ եւ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանություն։ Վստահ եմ, որ ձեր այցը Հայաստան, ինչպես նաեւ ձեր բարոյական հեղինակությունը որպես Միացյալ Նահանգների փոխնախագահ ներկայացնում են բացառիկ հնարավորություն առաջ մղելու հրատապ մարդասիրական լուծումներ վերոնշյալ խնդիրներում, գրել է Վրթանես Սրբազանը։ Արտակարգ իրավիճակ Արագածոտնի մարզում։ Մերկասառույցի պատճառով հարյուրավոր մեքենաներ հայտնվել են խցանման մեջ։ Շամշյանի հաղորդմամբ խցանումը ձգվել է մոտ 18 կիլոմետր Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Արտաշավան բնակավայրից մինչև Քուչակ տանող ճանապարհահատված։ Փրկարար ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ Քուչակ-Ապարան ավտոճանապարհին բուք է։ Ճանապարհային դեպարտամենտն էլ հաղորդում է, որ Ապարանի շրջանում կատարվում են ճանապարհների մաքրման, աղավազով մշակման աշխատանքներ։ Ժամը 14:20-ից միայն Ներքին գործերի նախարարությունը հայտնեց, որ խցանումը վերացվել է, երթևեկությունը վերականգնվել։ Փրկարարներն ու պարեկները տառերի պուրակի հատվածում օգնություն են ցուցաբերել 80 տրանսպորտային միջոցի։ Սպիտակ տունը ծրագրում է փետրվարի 19-ին Գազայի խաղաղության խորհրդի առաջնորդների հանդիպում անցկացնել, հայտնում է Axios-ը։ Ըստ ամերիկյան լրատվամիջոցի, ամերիկյան վարչակազմը ցանկանում է այս հանդիպումն օգտագործել Գազայում հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլի իրականացումն առաջ մղելու եւ անկլավի վերականգնման համար միջոցներ հավաքագրելու նպատակով։ Թրամփի նախագահությամբ ձևավորված խաղաղության խորհրդի կազմում ընդգրկված է 27 անդամ, այդ թվում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Իրանի հետ բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթվա սկզբին, ասել է Ամերիկայի նախագահը։ Թրամփը նշել է, որ եթե իրանցիները գործարք չկնքեն, հետևանքները շատ լուրջ կլինեն։ Թեհրանի հետ Օմանում ուրբաթ կայացած բանակցություններից ժամեր անց Վաշինգտոնը հայտարարել է Իրանի նավթի արտահանման դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին։ Սև ցուցակում ներառվել է 14 ստվերային նավատորմ, որոնք ըստ պետդեպարտամենտի զբաղվել են իրանական նավթի, նավթամթերքի եւ նավթաքիմիական արտադրանքի տեղափոխմամբ։ Բացի այդ, պատժամիջոցներ են սահմանվել իրանական նավթի կամ նավթաքիմիական արտադրանքի առևտրով զբաղվող կամ նրանց հետ փոխկապակցված 15 կազմակերպությունների նկատմամբ։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Մասկատում Միացյալ Նահանգների հետ անուղղակի բանակցությունները որակել է որպես լավ սկիզբ, հաստատելով, որ կողմերը համաձայնել են շարունակել երկխոսությունը։ Արաղչին ընդունել է, որ առջևում կան մարտահրավերներ, հաշվի առնելով մեծ անվստահությունը։ Իրանի արտգործնախարարը բացառել է երկրի հրթիռային ծրագրի շուրջ բանակցությունները, քանի որ դա պաշտպանության հարց է։ Արաղչին ասել է, նաև Իրանը կարող է հարձակվել տարածաշրջանի ամերիկյան բազաների վրա, եթե Միացյալ Նահանգները հարվածի Իրանի տարածքին։ Նախարարն ասել է, որ պատերազմի հնարավորությունը միշտ կա։ Իրանը պատրաստ է եւ խաղաղության, եւ պատերազմի։ Մենք երկար եւ ինտենսիվ քննարկումներ ունեցանք։ Կարող եմ ասել, որ սա լավ սկիզբ էր, բայց շարունակությունը կախված է նրանից, թե մենք մայրաքաղաքներում ինչ խորհրդակցություններ կանցկացնենք։ Դրանից հետո կորոշենք, թե ինչպես շարունակել։ Մենք նախ պետք է հաղթահարենք այս անվստահության մթնոլորտը։ Հազարավոր մարդիկ ուրբաթ հավաքվել էին Լիբիայի Բանի Վալիդ քաղաքում մասնակցելու Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆիի Լիբիայի սպանված առաջնորդ Մուամմար Քադաֆիի որդու հուղարկավորությանը։ Սուքո արարողությունն անցել է անվտանգության խստացված պայմաններում։ Սեյֆ ալ-Իսլամը սպանվել էր օրեր առաջ իր տան վրա զինված հարձակման ժամանակ։ Դեռևս պարզ չէ, թե ով է կանգնած հարձակման հետևում։ Այս սպանությունն ունի նաև քաղաքական համատեքստ, քանի որ Քադաֆիի որդին պետք է մասնակցեր այս տարվա ապրիլին սպասվող նախագահի ընտրությանը։ Նրա հայրը, որը Լիբիան կառավարել էր 1969 թվականից, սպանվել է 2011 թվականի զինված ապստամբության ժամանակ։
Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայում ավելի քան 50 մարդ է վիրավորվել ոստիկանության եւ ակտիվիստների հետ բախումների հետևանքով։ Ցուցարարները փողոց են դուրս եկել պահանջելով արդարություն դեկտեմբերին սպանված երիտասարդ առաջնորդ Օսման Հադիի համար։ Ակտիվիստները փորձել են փողոցներ փակել, մահակներ եւ տարբեր առարկաներ են նետել ոստիկանական մեքենաների ուղղությամբ։ Իրավապահներն էլ նռնակներ եւ արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարներին ցրելու համար։ Սպանված Օսման Հադին առանցքային դեր էր ունեցել 2024 թվականի ապստամբության մեջ, որը հանգեցրել էր վարչապետ Շեյխ Հասինայի պաշտոնանկությանը։ Փետրվարի 12-ին Բանգլադեշում անցկացվելու են համապետական նոր ընտրություններ։ Իտալիայի Միլան եւ Կորտինա Դամպեցո քաղաքներում տրվեց 25-րդ ձմեռային օլիմպիական խաղերի պաշտոնական մեկնարկը։ Միլանի Սան Սիրո մարզադաշտում կայացած բացման հանդիսավոր արարողությանը հայկական դրոշը բարձր պահեց գեղասահքի մեր սպորտային զույգը Կարինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանինը։ Ձմեռային խաղերում Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ, որոնք հանդես կգան 3 մարզաձևերում՝ դահուկավազք, լեռնադահուկային սպորտ եւ գեղասահք։ Հայաստանի Հանրապետություն եւ մեր դրոշակակիրներն են Կարինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանինը, գեղասահքի մեր զույգը։ Արարատ 73 ֆիլմը, որի գլխավոր հերոսը Նիկիտա Սիմոնյանն է, արդեն մեծ էկրաններին է։ Կինոնկար, որը սերունդներին պիտի պատմի լեգենդար թիմի մասին, որի հաջողության գաղտնիքը միայն պրոֆեսիոնալիզմը չէր, դա բնավորությունն էր, անմնացորդ նվիրումը եւ համախմբվածությունը։ Ոսկե դուբլ նվաճած թիմն այսօր էլ ոգեշնչման աղբյուր է պատանի հայ ֆուտբոլիստների եւ հայկական ակումբների համար։ Լեգենդար թիմի մասին ֆիլմի մեծ պրեմիերան Երևանում Կարմիր գորգին առաջին հերթին լեգենդներն են։ Նրանք պատմություն են կերտել ոչ միայն ԽՍՀՄ, այլև համաշխարհային ֆուտբոլում։ Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի ֆիլմում նկարահանվել են նաև Հայաստանի եւ Ռուսաստանի լավագույն դերասանները։ Այս շարքում է նաև Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դավիթ Մանոյանը։ Արարատ 73 ֆիլմը հավերժացնում է հայկական ֆուտբոլի լավագույն տարիների հաղթական կենսագրությունը։ Այս ֆիլմը բես երիտասարդների համար է։ Դեք իշան, որ տերան, իմանան, որ այսպեսի ֆուտբոլիստներ եք ունեցել։ Մեր տարիքի մարդիկ բոլորը մեզ տեսել են դաշտի մեջ խաղալուց։ Սա երիտասարդների համար է։ Ես միակ ֆուտբոլիստն էի, որը նաև Արարատում է խաղացել։ Շատ անսպասելի էր առաջարկը եւ ի սկզբանե երբ որ քննարկում էր գնում ֆիլմի նկարահանման process-ի մասին, չէի կարծում, որ սենց մեծ դերակատարում կունենան ֆիլմում։ Շնորհակալություն Մհեր Մկրտչյանին վստահության համար ու հուսամ, որ իր սպասելիքները արդարացրեցի։ Իմ համար սա շատ կարևոր պրոյեկտ էր։ Սա կարևոր է մեր պատմությունը հիշելու, նոր սերունդին փոխանցելու եւ այս հաղթանակը չմոռանալու համար։ Մոսկվա կինոթատրոնում ցուցադրվող ԽՍՀՄ փոխանցիկ գավաթին, որը 1973-ից հետո առաջին անգամ է Հայաստանում, Արարատ 73-ի ֆուտբոլիստները հուզմունքով են մոտենում, նույնիսկ համբուրում։ Լեգենդար մարզիկները նշում են, որ այս թիմը այսօր էլ օրինակ պետք է լինի հաղթանակի ու համախմբման։ Այնքան բան կա սովորել առաջ 73-ից, որպես վարպետներ, ֆուտբոլիստներ եւ որպես մարդ, որ հիշում ենք այս տարիները, հատկապես Կիևի հետ խաղը, ուղղակի զարմանում ես, ոնց մեկ դիմացանք, ոնց տղաքի խաղացին միջև վերջ, նրև տղեկը դաշտում է իրանց ուժը, իրանց հնարավորությունը, վարպետությունը բոլորը դնում էին եւ դրա համար մեկ հաղթանակով դուրս եկանք այս ծանր խաղին։ Я сейчас себя чувствую намного лет. Հիմա ինձ զգում եմ այնքան երիտասարդ, որքան 1973 թվականին, ու այնպիսի տպավորություն է, որ այս ժողովուրդը սպասում է, թե երբ է Արարատը դուրս գալու խաղադաշտ ու պայքարելու գավաթի համար։ Արարատ 73 ֆիլմի ցուցադրումից առաջ նախ ծափեր լեգենդար թիմի ֆուտբոլիստներին, ապա Մհեր Մկրտչյանը ներկայացնում է ստեղծագործական ամբողջ անձնակազմին։ Когда мне предложили принять команду Арарат, я понял, что мне очень повезло. Իսկ ֆիլմում ռեժիսորը Արարատի լեգենդին գեղարվեստական շունչ է տվել, բացելով նաև որոշ փակագծեր։ Կա եւ հումոր, եւ սեր, իսկ հիմքում պատմություններ են հայկական ֆուտբոլի ոսկեդարի փառահեղ հաղթանակների մասին։ Գլխավոր հերոսը Նիկիտա Սիմոնյանն է, ԽՍՀՄ չեմպիոնությունն ու գավաթը Հայաստան բերած թիմի գլխավոր գործող անձը։
ֆանտաստիկ աշխատանք է տարված եւ ինչպես տարիներ առաջ դեռևս 2014 թվականին Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը Հայաստանում նախաձեռնեց Արարատ 73-ի պատմությունը հավերժացնելու գործընթացը, այնպես էլ փաստորեն այսօր այդ պատմությունը շարունակվում է։ Կարծում եմ շատերն են հիշում, որ դեռևս 2014 թվականին պարոն Ծառուկյանը Հայաստանում հանձնարարեց եւ հայտարարեց, որպեսզի անցկացվի մրցույթ լավագույն արձանի, որը կհավերժացներ Արարատ 73-ի պատմությունը եւ երկար տևած մրցութային գործընթացից հետո ընտրվեց լավագույն աշխատանքը եւ Հայաստանում, Երևանում կանգնեցվեց Արարատ 73-ի լեգենդար պատմությունը կերտող արձանախումբը, որը մինչ օրս կանգուն է, մինչ օրս բազմաթիվ ֆուտբոլասերներ հնարավորություն ունեն այդտեղ այցելելու, ծանոթանալու մեր լեգենդար ֆուտբոլային ակումբի ֆուտբոլային թիմի պատմությանը։ Вы это можете. Ֆիլմը նաև ուսանելի է մարզիչների համար։ Այն սովորեցնում է, թե ինչպես պետք է աշխատել աստղերի հետ, որոնք անհատականություն են։ Նիկիտա Սիմոնյանը Արարատ 73-ում կարողացավ համախմբել մի ամբողջ աստղաբույլ։ Արարատի լեգենդը դեռ երկար է շարունակվելու։ Ֆիլմն աշխարհին պատմելու է մի սերնդի մասին, որը դեռ կես դար առաջ ապացուցեց, որ համախմբվածության ու անմնացորդ նվիրումի շնորհիվ հայերը կարող են արժեքավոր հաղթանակներ տանել նաև թիմային մարզաձևերում։ Արամ Մանուկյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։ Եվ վերջում հոսանքի պլանային անջատումների մասին։ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԱԿ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը։ Կենտրոն վարչական շրջան 11-ից 17, տպագրիչների փողոց 3, 8 շենքեր, Հանրապետության փողոց 62, 62A շենքեր, Աջափնյակ վարչական շրջան 10-ից 16, Դավթաշեն 3-րդ թաղամաս 4, 8, 9, 10 շենքեր եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ։ Սեբաստիա վարչական շրջան 10-ից 16, Անդրանիկի փողոց 6, 8, 10, 11, 12, 13 շենքեր։ Շենգավիթ վարչական շրջան 10-ից 16, ներքին Շենգավիթ 3, 4, 5, 6, 9, 10, 11 փողոցների առանձնատներ եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ։ Էրեբունի վարչական շրջան 10-ից 16, Նոր Խարբերդ 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22 փողոցների առանձնատներ եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ։ Արմավիրի մարզ 11-ից 15, Արմավիր քաղաք, Նորապատ գյուղ մասնակի։ Արարատի մարզ 11-ից 13, Այնթապ գյուղ մասնակի։ 11-ից 14, Արարատ քաղաք, Շահումյան, կոլխոզնիկների, Մովսես Գորգեսյան, կոլխոզնիկների, երկաթուղայինների, ցեմենտագործների փողոցներ մասնակի։ Վեդի քաղաք, Պուշկինի փողոց մասնակի, Սիմոնյան հրապարակի շենքեր մասնակի, Արարատյան փողոց մասնակի, Նորաբաց եւ Ոսկետապ գյուղեր մասնակի։ 11-ից 12:30, ներքին Դվին գյուղ մասնակի, 13:30-ից 15, Շահումյան, Դալար գյուղեր մասնակի, Վայոց ձորի մարզ 11-ից 13:30, Եղեգնաձոր քաղաք, Ավաքյան, Իսակովի, Լևոնյան եւ Խանջյան փողոցներ մասնակի, Կոտայքի մարզ 11-ից 16, Քանաքեռավան համայնք եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներն ամբողջությամբ, Սովունի գյուղ 2-3 փողոցներ եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Վիոլիա ջուր ընկերություն եւ Զովունի այգեգործական ընկերություն, Գեղարքունիքի մարզ 11-ից 16:40, Մեծ Մասրիկ գյուղ մասնակի, 10:30-ից 12:30, Վարդենիս քաղաք, Երևանյան փողոց 1, 2, 3 հասցեներ, 12:40-ից 14:40, Վարդենիս քաղաք, Բաբաջանյան 1 փողոց եւ 4 փողոց 6-ի 9 հասցե, 14:50-ից 16:50, Վարդենիս քաղաք, Խանջյան փողոց 1 հասցե, Պողոսյանի փողոց 9 հասցե, Հրաչյա Անդրեասյան փողոց 4 հասցե, Տավուշի մարզ 11-ից 14, Դիլիջան քաղաք, Սայաթ Նովայի փողոց, 10-ից 12, Գետահովիտ գյուղ 6, 9, 27 փողոցներ, 12:30-ից 14:30, Գետահովիտ գյուղ 1, 5, 6, 7, 11, 25, 26 փողոցներ մասնակի։ Սպառած էլեկտրաէներգիայի անջատումների, ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 180 եւ 08080 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով։ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին։ Այսքանը այս թողարկմանը։ Իրադարձությունների զարգացմանը հետևեք մեր եթերում։ Ցտեսություն։